Գյումրիում ընտրություններ են, հետևել եք Գյումրի ընտրությունների արդյունքներին։ Այո։ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանի եւ Կարեն Սիմոնյանի ղեկավար ուժերը միավորել է, սպասում են Մարտուն Գրիգորյանի։ Մարտուն Գրիգորյանը չի միանա։ Ինչու՞։ Ես գիտեմ, որ չի միանա։ Դեռ հայտարարություն բաց չի արել։ Ես հայտարարություն չեմ անում, ես գիտեմ, որ ինքը չի միանալու։ Ի՞նչն է պատճառը, որ չի միանալու։ Ես գիտեմ ախե։ Միայն գիտեք, որ չի միանալու։ Գիտեմ, որ չի միանալու, այդքան բան։ Իսկ արդյունքներն այնտեղ ձեզ գոհացնում է։ Ոչ մի բան, ոչ մի բան։ Այսինքն ես գիտես ինչ, հանրապետականները բանը ես ընդհանրապես Իսկ տեսեք, եթե հաշվի առնենք, որ հավաքական ընդդիմությունը, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը հաղթեցին այնտեղի իրանց ձայների ավելի շատ ձայներ ստացավ ընդդիմությունը, քան իշխանությունը։ Այնտեղ կարող ենք ենթադրել, որ 26 թվականին համապետական ընդդիմություններին իշխանությունը եւս կարող է պարտվել։ չի կարա։ Ինչու՞։ Ես չի կարա։ Ինքը չի ընտրելու։ Որտեղ իշխանությունները չէ, ես ընդդիմությանը համապետական ընդդիմությունների։ Գիտես ինչ։ Հանրապետականը ես ոչ բան եմ ասում, ոչ էլ եմ։ Գիտես, ստե բանը արդեն եթե այնտեղ արդեն ես գիտեմ ինչ ես ասում, դե կոմունիստական կուսակցությունն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ես չեմ ուզում երկարացնեմ ամեն ինչը ախպերս։ Մերոնք ոնց որ նայում էին, բայց ես չեմ նայում։ Տեսեք, այնպես է ստացվել, որ ընդդիմադիր ուժերը ավելի շատ ձայն են հավաքել եւ եթե միանան, կարող են Գյումրիում քաղաքապետի միասնական թեկնածու ունենան։ Դուք ինչպիսի տարբերակ ուզեք տեսնել։ Թե որ լավը կլինի, բարին կլինի, թողնի։ Իմ անդիմադիր կլինի, այս կոմիս կլինի, այն կոմիս կարող է ժողովրդի համար լավ լինի։ Տեսեք, այնպես է ստացվել, հա, որ ընդդիմադիր ուժերը ավելի շատ ձայն են հավաքել, քան իշխանության թեկնածուն։ Ձեր կարծիքով սա կարող է արդյունք լինել համեմատական կարգով, ասենք, որ եթե 2026 թվականին լինի ազգային ժողովի ընտրություններ, իշխանությունները կարող են նաև այնտեղ պարտվել։ Դե գիտեք ինչ, եթե ընտրվողը ցույց տա, որ ինքը ավելի ժողովրդական նվիրված է, արդեն ժողովուրդը կանցնի իր կողմը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը 7 տարի ղեկավարում է, նա ձեզ համար ժողովրդական դարձավ թե ոչ։ Ճիշտ ասած, այդքան ես չեմ հետևել, բայց ոչինչ էլի։ Այդքան է այդ մարդու ուժը պատում։ Հետևել եք պրոցեսներին Գյումրիում։ Գյումրու մասին է խոսքը։ Չէ, որովհետև չի հետաքրքիր։ Ինչու՞։ Որովհետև որից է փոփոխություն դրանից չի լինելու։ Օրինակ ընդդիմությունը, հա, հավաքական ուժերով իշխանությանը պարտության մատնեցի։ Դա լավ է թե վատ է։ Ընդհանրապես քաղաքականության հետ կապված որից է գործողություն, անգործություն իմ համար զրոյական նշանակություն է, որովհետև որից է փոփոխությունը երկրում չի լինելու։ Գործող իշխանությունները 7 տարվա ընթացքում այնքան փոփոխություններ են մատնշում, դուք չեք տեսնում այդ փոփոխությունները։ Չէ, ավելի լավ կլինի ես չպատասխանեմ, որովհետև որից է փոփոխությունը տեղի չունեցել, ընդհակառակը անկում է եղել։ Իսկ տեսեք, այն հանգամանքը, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթած իշխանությանը, կարող են ենթադրել, որ 26 թվականի համապետական ընտրություններին իշխանությունները կարող է եւս պարտվել։ Հնարավոր է, եթե այդպիսի որոշում կայացնի deep state-ը, այսինքն խորքային պետությունը։ Շարքային քաղաքացիներից այս երկրում որից է փոփոխություն չի կարող լինել։ Ինչպես ցանկացած երկրում որոշումները կայացնում են խորքային պետության ներկայացուցիչները, որոնց մենք դեմքով նույնիսկ կարող չենք չնորհել։ Այսպես։ Տղա ջան, չեմ հետևել, չեմ էլ ուզում հետևել։ Չեմ ուզում։ Գյումրին ինչ, մաֆիոս քաղաք, մենք պորոտախոս, ընդրեցին իրանք արժանի։ Ուղղակի այնպես է ստացվել, ընդդիմությունը եթե միանա կունենա թեկնածու մեկ։ Ինչ ընդդիմություն, ով անդեղ ընդդիմություն։ Նրանք բաները որ դատվեն։ Քրեական հեղինակություն կուզեն նպայեն, իսկ լեննականցիք դրանով ապրել են։ 10% եթե ընտրության մասնակցել, ընտրության հաղթել է նշանակում։ Չէ, մոտապես ընտրության իրավունք ունեցողների 47%-ը մասնակցել այս ընտրություններին։ Անցած ընտրություններին մասնակցել է 25%։ 10% են մասնակցել։ Չէ, անցածին է եղել 25%։ Ահա, նույնի 40։ 47%-ը մասնակցել է, ամենաշատ ձայները ընդդիմությանն են տվել։ Արժանի են, ինչի արժանի։ Ես այդ կասեմ, թե չէ, այդ որոշիչ չէ, ես ընդհակառակ ուզեմ, որ լրիվ տեղեր ընդդիմություններին հաղթեն, որ կարանա Փաշինյանն ղեկավարի, որտեվ իրանցներն էլ
իմ ասենք Ավինյանը մի քաղաքագլո, ինքը լրի Փաշինյանի կուրսին հակառակ է կնում։ Իան փողապետ քաղաքի տղա է։ Ինքը բաներ անում, որ զգում ես, որ ինքն հակառակ է Փաշինյանի։ Փաշինյան արել է, իմի փոշմանել է։ Պրոստո Փաշինյանի թերությունն է, որ ինքը գյուղական իր լավն ու վատը չի հասկանում։ Օծը տաքացնողին է կծելու, իմի նույնն իրանն է։ Բայց Ավինյանն ասենք, վերցնենք, ինչի գործից ազատ բավ։ Սա փոքր քաղաք է, լրիվ մեկ մյուսի մասին գիտեն ինչ է, գիտեն յուրացումներ, կամ 44-ի պատերազմի նույն այդ Ավինյանի նարկոման, օգնական ինչեր էին ասում։ Բայց այդ կամ չետո եթե Փաշինյանն այսօր իր կուսակցության մեջ էլի թեկուզ իր մարսկին կարամ ասեմ Թորոսյան, դրանք լրիվ ընդդիմություն են։ Խաղում են իր պատվի հետ, բայց ինքը չի ուզում հասկանալ, իր խնդիրն է, բայց վերջում ինքը սաղին ժերտվա կտա եւ Փաշինյանը քաղտեն վատ, որ ասի, «Всё, քղպե չէ, ես Փաշինյան կուսակցությունով ինքը քաղտ, սաղ տղերն է քաղտ», ասեմ դες իմացի։ Իսկ Լենինական ինչ է, բա Տեսեք, ընդդիմությունը ավելինաշատ ձայներ։ Կարող ենք ասել 26 թվականին, եթե գնանք խորհրդանական ընտրությունների, իշխանությունը եւս կպարտվեր։ 100,000 լենինականցիներ չեն, թաթո լենինական լրիվ ոչ թե 47% 100% տամ։ Բայց այնտեղ կան քաղաքներ, որ ավելի մեծ։ Այդտենց է վերցնենք Իջևան պետք է տա սա Փաշինյանին, Դիլիջան պետք է տա սա Փաշինյանին, ես իմ ազգով պետք է տամ Փաշինյանին։ Ինչի՞, որտեվ ես բիզնեսմեն եմ եղել, ոնց եմ զրկվել բիզնեսից, բայց իր օրոք ես ոնց եմ աշխատում, որ հարգան ինձ չի խանգար, գիտի ես լրիվ մաքուր եմ աշխատում։ Իմ մասսայական կարամ ասեմ իմ ընդդիմությունով, Փաշինյանականներով թողան իմ գործունեություն ստուգեն, բայց այն վատ կապ չունի։ Կմտնենք ասել այդքան փող պետք է տաս, չէ, պետք է չաշխատես։ Ինչ գոհ լինեմ։ Դու գոհ ես։ Չէ, մենք ձեզանց ենք արցնում։ Չէ, իհարկե գոհ չեմ։ Որ տեխնազը կուզենայիք ամենաշատ ձայնը հավաքել ու չի հավաքել։ Ոնց որ տեխնացուն։ Ինը տեխնացու կա։ Ոչ մեկը։ Օրինակ տեսեք, ունենք այնպիսի պատկեր, որ ընդդիմադիր ուժերն ավելի շատ ձայն են հավաքել։ Դիմատեր ուժերը, ովքեր որ մասնակցում էին, դրանց ժամանակ անցել է։ Հասկանում ես։ Դրանք ինչ են արել։ Դրանք ինչ են արել ժողովրդի համար։ Հա? Բայց գյումրեցիները ինչպես են այս այդտեղեցին։ Դա էլ արդեն գիտես ինչ պետքա քննության ենթարկել էլ այդ ամեն ինչը։ Ունեք տեսեք, Ինչ ճանապարհներով են ձայները բանարել։ Ինչ որ այնտեղ խախտումներ է եղել, չէ՞։ նիմություններ էլ բարձրացնում հայաքվեն դիտորդական առաքելության, որ այնտեղ են նույնպես արձանագրում էր, որ ընտրակեղծիքներ ա եղել։ Իսկ ձեզ ընտրակեղծիքներ ամենաշատ կարող է ռեսուրսներ ունեցող ով է, ընդդիմությունը թե իշխանությունը։ Ընդդիմությունը ավելի շատ կաներ, որովհետև այսօր տնտեսության 80%-ը նրան ձեռքում է, նախկիների ձեռքում է։ Նույն էլ այդքան բան դուք չեք հասկանում։ Չէ, մենք ձեզանց ենք արցնում։ Դե ես էլ քեզ ասում եմ, որ նրան ձեռքում է ամեն ինչը։ Օրինակ դուք ասում եք, որ բոլորի ժամանակն անցած է։ Ռուբեն Մղթարյանն է եղել տեխնացու, որ երբեք քաղաքական պրոցեսներում չի եղել։ Գյումրիում եղել է այս ընտրությունների քաղաքապետի տեխնացու, պրոդյուսեր, երգահան, ստեղծագործող մարդ է։ Գրողու ցավն է, նա ինչ ստեղծագործում։ Դե որովհետև կոպիտ այնց մարդու անուն եք տալիս, նա ինչ արել ժողովրդի համար, նա ով է։ Ընդամենը այլանդակ խոսքերով, բանով հանդես գալը, դա եղավ նորմալ երևույթ, հա։ Շատ է։ Դուք ում կուզենայիք այնտեղ ընտրվել։ Ձեր տեխնացու, որ չի մասնակցել, բայց Այ երբ որ ժողովուրդը 70% մասնակցություն կունենա ընտրությունների ժամանակ, այդ ժամանակ կլինի ընտրություն։ Հասկացար։ Այսօր բացի թող վիճակը ամենտեղ, ամենուր բացի թող վիճակը։ Հասկացար։ Դա ինչպես կարող ենք այս վիճակը շտկել։ Այս վիճակը կգա ժամանակը կդզվի։ Կգա ժամանակը կդզվի։ Ժողովուրդ իր խոսքը կասի։ Իր խոսքը կասի։ Հա։ Տեսեք, 2026 թվականին մենք սպասում ենք, հա, կայանալու է, եթե այդ process-ը չլինի, ազգային ժողովի ընտրություններ։ Ձեր կարծիքով ընտրությունների, Գյումրիի ընտրությունների արդյունքներն էլ հաշվի առնելով, կարող ենք ասել, որ իշխանությունը կարող է համապետական ընտրությունների մեր պարտվել։ Գիտեք ինչ։ Այսինքն համապետական ընտրություն։ Հա, իշխանությունը պարտվի։ Ժողովուրդը կասի էլի։ Դու ոնց ես մտածում։ Այսօր գոհ է ժողովուրդը։
Ժողովուրդը գոհ է։ Արդյունքում որ ոչ։ Գոչի, չէ։ Դու ուրեմն կգա ժամանակը կասի, որտեվ ժողովուրդը չի ուզում այսօր լարվածություն ստեղծի երկրում։ Առանց այդ էլ աշխարհում դու տեսնում ես, չէ՞ ինչ վիճակը, պետք է կարողանալ աշխատել։ Աշխատել դրսի ուժերի հետ, իհարկե հզոր պետությունների հետ, որ կարողանանք մեր տեղը, մեր ուրույն տեղը այս երկրի վրա ունենանք։ Հասկանում ես։ Ինչ էր ասում, Կարեն Դեմիրճյանն ինչ էր ասում։ Ում պաշտոն են տալիս, չէ, չի ասում, կարամ թե չեմ կարա։ Վազում էր, չէ, վազում վերստում է։ Մի հատ էլ տես կարաս այդ տղա։ Դրա համար այս վիճակն է։ Պետք է ամեն մարդ իր տեղում լինի, հասկանում ես։ Թե չէ ես որ կատարվում ես սենց կրտվել, դաստիարակվել, ես ինչ դա երկրորդական բաներ են։ Բոլորն էլ կրտված են, դու էլ ես կրտված։ Մեր հայ ժողովուրդը կրտված է։ Պետք չի կրտել իրեն։ Ինքը կիրտ է։ Եթե այն դարերում մի 1000-2000 տարի առաջ կրտվել ու իր բանը պետականությունը պահել է, հասել են կեսօրին։ Ուրեմն այդ ազգը կիրտ ազգ է։ Հասկանում ես։ Ուրեմն ուզում մեզ ասում են կրթվելը նորաձև է։ Գիտես ինչ, ես չգիտեմ դա ինչի համար են ասում։ Միգուցե ես նորից եմ ասում, էլի մեր ազգը ինքնակրտվել այդ ժամանակի ընթացքում է, պետք է դու ինքդ կարողանաս պահպանելով քո նախկին պետականությունը, որ ունեցել ես ու չես ունեցել, մինչև 5-րդ դար ու դրանից հետո կորսելով, պետք է ամեն ինչից դաս քաղել ու ստեղծել նորը, հասկանում ես, սա է, ինքնակրտվելը սա է, մեր պատմությունը, մեր այն ինչ որ թողել ենք Թուրքիայում, դու գիտես որ Թուրքիան մասնատելու են։ Այդ կմասնատեն կիմանաս։ Կանոնավոր հետևել եմ։ Ինչպեսի արձագանքներ, տպավորություններ ունեք։ Մարտուն Գրիգորյան, ճիշտ եմ ասում։ Այո, տեխնացում եք մեկներ։ Մարտուն Գրիգորյանը ինչու է ձգձգում իր պատասխանը, ինձ համար անհասկանալի է։ Ես արտասահմանից եմ իհարկե։ Մարտուն Գրիգորյանը շատ շուտ պիտի իր կարծիքը, տեսակետը արտահայտվեր կողմերից որևէ մեկի օգտին։ Նա միայն հայտարարեց Գյումրին ԿՊ քաղաքապետ չի ունենա։ Բայց նաև իր դիրքորոշումը չարտահայտվեց, որտեղ կարող է ինքը լինի քաղաքապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համաձայնության գալով։ ԿՊ-ն քաղաքապետ չունի, ինքն է քաղաքապետ, բայց ինքն է նրանց կողմից։ Սա ինձ համար անհասկանալի է։ Եվ թերևս միայն Հայաստանում նման բաների ականատեսը կարող ենք լինել։ Իսկ տեսեք, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, որ ընդդիմադիր ուժերն ավելի շատ ձայներ հավաքեցին, քան իշխանությունը, սա կարելի է ենթադրել այսքանով, որ 2026 թվականին սպասվող ազգային ժողովի ընտրություններին իշխանությունը եւս կարող է պարտվել։ Տեսեք, կարելի է այդպես ենթադրել, բայց քանի որ լծակները ԿՊ-ի ձեռքում են, ես դժվար եմ մտածում, որ իրենք կզիջեն։ Իրենք ամեն ինչի, ամեն ծայրահեղության կգնան, որպեսզի կարողանան իշխանությունը պահեն։ Մենք ընդ կեղծիքներ չենք անում, հարգում ենք Իրենց ղեկավարը Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենամեծ ստախոսն է։ Նրա ասածներին վստահել չի լինում։ Այսօր մեկ բան է ասում, հաջորդ օրը ուրիշ բան։ Եվ ընդհանրապես նախկիններին է մեղադրում։ Կարելի չի որևէ երկրի ղեկավար կներեք արտահայտության, այսքան ապուշ արտահայտություններ ունենա։ Ժողովրդին կարծեք ձեռք է առել, ինքը ղեկավար դիրքում, նաև իր ընկերակիցներին, գործակիցներին, աշխատակիցներին, սա իմ անհատական կարծիքն է եւ լավատես չեմ ես, որ 2026-ի ընտրությունները կան մարդիկ, որոնց դուք դիտարկում եք որպես ֆավորիտ տեխնացիներ, որ կարող են մասնակցել եւ ավելի շատ ձայն հավաքել։ Տեսեք, այդքան ծանոթ չեմ ես երկրի պայմաններին, բայց կազմակերպությունների մեջ ես ավելի հակված եմ դեպի դաշնակցությունը, որտեղ դաշնակցությունը այն միայն ռեալ ուժն է, որ կարող է իշխանության գա եւ
կարողանա մեր երկիրը, Արցախը այս անտանելի վիճակից դուրս բերի։